լավագույն եւ հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտը Հայաստանի Կերակույն մարմինի հանրային գաբերու գրասենյակը հաղորդակցությունը հրաբարակեց դեղեկացնելով. Դիմաց ենք Թադարան ընդդեմ Գևորգ Բաբոյանի, Լուսինե Բադալյանի եւ Արամ Սարգսյանի մեր գուսակցության հասցեին ուղված զրբարդիչ եւ իրականության հագասող հայտարարություններու համար։ Գևորգ Բաբոյան 21 օգոստոսին Arm Times-ի հետ հարցազրույցի ընթացքին հայտարարած է, որ Դաշնակցությունը այսպես կոչված բادرազմի գոմ է եւ մեզ մեղադրած է 9 նոյեմբերի գիշերը Գարավարության շենքեր ներխուժելու եւ քույք կողնալու հանցանքով։ Լուսինե Բադալյան 10 սեպտեմբերին նույն հարթակին վրա ասաց է, որ իբրև Դաշնակցությունը գազմագերբած է Արարատ Միրզոյանի սպանության փորձ եւ մասնակցած է ազգային ժողովի եւ Գարավարության շենքերում մեջ տեղի ունեցած իրարանցումներուն։ Արամ Սարգսյան 27 օգոստոսին Factor.am-ի հետ հարցազրույցի ընթացքին բնթած է, որ դաշնակցականներ իրենք մեժած են Ալիևի առաջարկները եւ մասնակցած են Եվլախի բանակցություններուն։ Այս բոլոր բնդումները սուտ են եւ չունին փաստական որևէ հիմք։ Մենք ցանոնք կնկատենք գանխամտածված զրբարդություններ։ Ոստի դիմաց ենք Թադարան բահանջելով հրաբարակային ներողություն եւ բաժարած վնասի հատուցում հայտնեց Սոհիտը Հայաստանի Կերակույն մարմինի հանրային գաբերու գրասենյակին հայտարարությունը։ Ադրբեջանի pedagogan լրատվամիջոցները հաղորդեցին Բաքուի փանդերում մեջ բաղվող հայ ռազմակերիներուն թեմ շարունակվող դատավարության հերթական նիստին մասին։ Ադրբեջանական APA գործակալության համաձայն 29 սեպտեմբերին հրաբարակվեցան փաստաթուղթեր, որոնք կվերապերին քաղաքացիական անձերու մարմնական վնասվածքներ հասցնելու, անոնց կյանքին վերջ տնելու փորձերուն, անոնց քույքին վնաս հասցնելու եւ ապրիլ 2016-ի մարտական գործողություններուն տեղի ունեցած այլ միջադեպերու։ Այս փաստաթուղթերու մեջ կսվի թե երկուքեն 28 ապրիլ 2016-ին հայկական զինյալ ուժերը բազմաթիվ հանցավոր գործողություններ կատարած են Ադրբեջանի Աղդամի, Թերթերի, Քորփանոյի, Ֆիզուլի եւ Աղչապերտի շրջաններուն անպաշտպան բնակավայրներուն վրա, ինչպես նաեւ գրթական եւ բժշկական հաստատություններուն մեջ։ Բաքուի մեջ հայկերիներուն նկատմամբ դատավարությունները փաստորեն բաց չեն։ Անոնց ներկա չեն գտնվիր միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ եւ լրագրողներ։ Նիստերու մասին կհաղորդեն միայն Ադրբեջանի pedagogan լրատվամիջոցները, որոնց ներկայացված դեղեցությունները ճշտելու կարելիություն չկա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ Թրամփի ջամփու գառուցման եւ գործարկման մասնակցելու համար երրորդ երկիրներ պետք է ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգներու համաձայնությունը ստանան։ Փաշինյան փապակելի նկատեց մասնավորապես Եվրոպական միության ներգրավումը միաժամանակ շեշտելով, որ պետք է Վաշինգտոն կանաչ լույս տա անոր։ Եվրոպական միությունը ողջունած է Վաշինգտոնի համաձայնությունները, պատրաստակամություն հայտնելով օժանդակել անոնց իրականացման։ Միությունը օրեր առաջ վերահաստատեց Հայաստանին հավելյալ 200 միլիոն եվրոյի աջակցությունը։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս խոսեցավ Թրամփի ջամփուն մասին ասելով. Վաշինգտոնի մեջ ցերկ բերված պայմանավորվածության զիրի մեջ ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվին եւ ոչ միայն օրինակ Ադրբեջան պիտի գարենա Հայաստանի միջոցով երրորդ երկիրներ երթալ, Հայաստան ևս Ադրբեջանի միջոցով, նաեւ Իրան, Նախիջևանի եւ Հայաստանի միջոցով եւ ապա Վրաստանի միջոցով պիտի գարենա երկաթուղակիցի գաբստանալ Սև Զովու կամ Ռուսիո հետ։
Ռուսիա Հայաստանի միջոցով պիտի կարենա երկաթուղային կապ ունենալ Իրանի եւ Թուրքիո հետ։ Ռուփինյանի համաձայն Երևան կփապակի, որ կարելի եղած չափով շատ երկիրներ օգտվին Հայաստանի ջամփաներեն։ Անհաստատեց, որ Ռուսիա եւ Իրանի մեջ եւս ըմբռնում կա, որ Վաշինգտոնի համաձայնությունները մեծ կարելիություններ կստեղծեն նաեւ իրենց համար։ Սակայն Ռուփինյան չհստակացուց, որ արդյոք Վաշինգտոն համաձայնություն պիտի դա, որ անգի օգտվի նաեւ Տեհրան եւ Մոսկվա, որոնց հետ փաստացի հագամարտության մեջ է ան։ Իսկ ամերիկյան կողմին հետ դակավին հստակ պայմանավորվածություններ չկան, թե ինչպես պիտի կործի այդ ջամփան։ Վերջերս Վաշինգտոնեն եկած պատվիրակության հետ բանակցություններուն անդրադառնալով Փաշինյանը ասավ. այս բահութերությամբ շատ հստակ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ Թրամփի ջամփուն օրագարկը կշարունակվի գտնվել թե Միացյալ Նահանգներու եւ թե միջազգային հանրության ուշադրության կենտրոնը մեծ հետաքրքրություն կա։ Հայաստանի արտաքին գործ նախին նախարար Վարդան Օսկանյան եւս անդրադարձավ այս նյութին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեջ ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Քևորքյան Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Լիա Քումարի նիստին ընթացքին դիտել դվավ, որ հայութենեն կխնդրվի հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններն յետ խաղաղությունը արդեն հաստատված է։ Վաշինգտոնյան խաղաղությունը հագամարտության ավարտ չէ, այլ դարաձաշրջանի անորոշության նոր հանգրվանի սկիզբ է, շեշտեց Քևորքյան։ Հայաստանի արտաքին գործ նախին նախարար Վարդան Օսկանյան դիմադեդյան կրառումով նշեց հետևյալը. Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին երկու կարևոր զարգացում։ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումեն, որմե հարաճացավ Արցախի ամբողջ բնակչության արտագաղթը անցած 2 տարի, եւ վերադարձի հարցը կշարունակի ստանալ միջազգային անժխտելի ընդգրկում։ Կուզեմ բաժնեկցիլ երկու կարևոր նորություն։ Միացյալ Նահանգներու արտաքին գործ նախարարության գրասենյակը արձանագրած է առաջընթաց ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդար ղեկավարման 3 առաջնահերթություն։ Արցախի հայերու հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանի մեջ բահվող հայ քերիներու ազատ արձակումը եւ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Կոնգրեսական Ֆրենկ Պալոն X-ի վրա կատարած քրարումով հայտնած է, որ նախարարությունը քանի մի շաբաթ առաջ արձագանքելով մոտ 90 կոնգրեսականներու կողմէ արտաքին գործ նախարար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին բարդավորված է հետամուտ լալ այս խնդիրներու լուծումին։ Միևնույն ժամանակ Ժնևի մեջ Զվիցերիո ազգային խորհրդի երկու անդամներ Էրիկ Ֆոնդոբել եւ Նիկոլա Վալդեր մասնակցած են Մագի մարդու իրավունքներու խորհրդի դարեգան ժողովի ծիրին մեջ կազմակերպված հարագից ցերնարգիմը, որ նախաձեռնված է միջազգային քրիստոնեական ամենաշխություն գազագերբության կողմէ եւ Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության հանձնախումբին աջակցությամբ, որ նպատակ ունեցած է հարաճ մղել զվիցերիական խաղաղարար նախաձեռնությունը։ Խորհրդարանական լիազորությամբ Զվիցերիան ներկայիս բարդավոր է գազագերբել խաղաղության ֆորում Ադրբեջանի եւ Արցախի ժողովրդի ներկայացուցիչներուն միջև հստակ նպատակ ունենալով բանակցիլ դեղահանված հայերու հավաքական եւ անվտանգ վերադարձին շուրջ։ Անոնց միացած ան Արցախի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արդակ Պեկլարյան եւ միջազգային ճանաչում ունեցող իրավապան Վաշինգտոնի մեջ հաստատված միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խումբի նախագահ դոկտոր Փոլ Ուիլյամս։ Անոնց ուղերձը հստակ է։ Արցախի ժողովրդին իրավունքները եւ ոչ աշխարհակաղակական շահերը պետք է ըլան որևէ ղեկավարման հիմքը, ըսավ Վարդան Օսկանյան։ Ասոնք միակ զարգացումները չեն։ Արտարադատության միջազգային դատարանը բարդավորեցուցած է Ադրբեջանին ապահովել դեղահանված հայերու անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու բանացև ընդունած է վերահաստատելով նույն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ անտես եկած է այդ մասին, անոնց միացած են Բելգիկա եւ Զվիցերիա։ Այս բոլոր որոշումները եւ բանացևերը կվկայեն հստակ միտումի մասին։ Վերադարձի իրավունքը այլևս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ,
Այն միջազգային հանրության գամքն է, եզրակացուց Վարդան Օսկանյան։ Կատախազ Արման Բաղդասարյան 2.5 տարվան փանդարգություն պահանջեց իշխանությունը հապշտագելու գոչ ընելու մեջ մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաճաբահյանի թեմ։ Սրբազանը մեղավոր նկատելի ետք Թադարանը 3-29 սեպտեմբերին սկսավ լրացուցիչ լսումներու բադիժին դարողությունը որոշելու համար։ Սրբազանին գսպարնա դուքանքեն մինչև 5 տարվան փանդարգություն։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չընդունիր եւ այս բոլորը կնկատե քաղաքական հետապնդում։ Պաստապանները մնայուն երբով կբնտեն, որ գործընթացը ամբողջությամբ անօրեն է եւ թադավորեն արդար դատավճիրի ակնկալություն չունին։ Պաստապանները հայտնեցին, որ արտարադատության համար պիտի թիմեն մարդու իրավունքներու եվրոպական թադարան։ Քաղաքագետ Բենյամին Մաթեոսյան ընկերային ցանցի մեջ կատարեց հետևյալ քրարումը. Այժմ արդեն պաշտոնապես հայ-ադրբեջանական հաշտության եւ խաղաղության պայմանագիրի ջարդարաբեդը Թուրքիո հետախոզությունը կհանդիսանա։ Միացյալ Նահանգներու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուեթկով հայտնեց, որ Թուրքիո մեջ Միացյալ Նահանգներու տեսփանին տարածաշրջանային անվտանգության այդ շարքին հայ-ադրբեջանական գործընթացի հարցերով խորհրդատվությունը կդրամատրեն Թուրքիո աստկային հետախուզական ծառայության MIT-ի նախկին եւ ներկայի ղեկավարները Հական Ֆիդանը եւ Իբրահիմ Քալենը։ Ինչ կորզնական իմաստ ունի։ Օրինակ, այն որ Զանգեզուրյան միջանցքը Թրամփի երթուղի անվան տակ քողարկելու գաղափարը թրքական նախաձեռնություն է, որուն նպատակը փրկել է իրենց գործընկերոջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատկերը։ Ընդհանուր առումով թրքական կողմը դիվանագիտական խաղի մեջ է։ Ան գործընկերներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ, իսկ ամերիկացի դիվանագետներունար խորհրդատվություն կդրամատրե։ Վերջապես, Արցախի անկում եւ pedagogican ծանր ճգնաժամ ապրող Հայաստան։ Իրան եւ Ռուսիա, պատրաստվեցեք։ Եզրակացուց քաղաքագետ Բենյամին Մաթեոսյան։ 24 սեպտեմբերին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Փափկեն arczepiskopos Չարյան այցելեց Big Minds հասարակության Երևանի գետրոն, ուր կատարեց արցախցի երեխաներու համար նախադեсված անգլերեն դասընթացքի հաստատակիրներու փաշխում։ Երկրորդ տարին իրականացվող 6-ամսյա այս դասընթացքին յուրահատկությունը հաջելին օգտագարին հետ համադեղելն է։ Երեխաները անգլերեն գսորվին լեգոներով իրենց պատկերացումները գազմելու զուգահեռ։ Անոնք հաջույքով կմասնակցին դասերուն եւ գիտելիքը կընկալեն ամրապնդված։ Ուսուցման այս մեթոդը կշարունակի դալ ցանկալի արդյունքներ։ Հաստատակիրներու փաշխումն յետք Փափկեն arczepiskopos մասնակցեցավ արդիական այս դասընթացքին հաստատելով մեթոդի հաջույքն ու արդյունավետությունը։ Ան գետրոնի դնորեն Հակոբ Մակտիսին հայտնեց, որ շատ գոհ է եւ դպավորված է իրենց կատարած աշխատանքեն եւ համագործակցության շնորհիվ իրականացված թերական արդյունքներեն։ Հարկելի ունգընտիրներ, բանացանի եթերով եւ թիմադերի եչով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Սելին Գրիգորը եւ Սանի աղոթավար Անտոնին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։